հաշվի առնելով Նիկոլի տգիտությունը եւ սուտասան լինելը, եթե նա ասեց սա այսպես չի, վստահ եղեք, որ դա այդպես է։ Եվ Վազգեն Նարեկից հետո երևի կգնանք ես ու Սյուզին, մեզնից հետո գործը կհասնի շոֆեր Վալոդին, որը կասի, այ ախպեր, ես 18 թվին կանգնել եմ, Սերժ եմ մերժել, ես հեղափոխություն, այս կոմենքում կասեմ, ինքեր ոչ մեկին հետաքրքիր չի, որովհետև ժամանակին Ադիբեկյանը քո տաքսիան նստել, հաստատ քեզ մի երկու բան ասել, դու չես եկել մեզ, չես դակլատ տվել, ինչ է ասել ու դրա համար դու ձերբակալվելու ես, այսինքն պատճառ արդեն պետք էլ չի լինելու, որովհետև գալու մի պահ, երբ որ ձերբակալվելու եք ոչ թե արած չարածի համար, այլ կասկածանքի համար։ Սա է Չէ, որովհետև չեք դարձել ԿՊ եւ որովհետև չեք կիսում տեսակետը։ Մի րոպե, սիրելիս, հեծում մարդիկ պաշտոնանկ են արվում հենց այդ նախադասությունից հետո։ Մամուլն էլ ա գրել այդ մասին, ասում է հասկացնում են դուք մեր խաչը պաչելու եք, թե չէ։ Ռոմանոս Պետրոսյանը ինչ ներխուժել է հեծ, հիշում ես ԱԱԾ-ով բանով, տենց այդ տղերքը ընդեղ էլ էլի ԱԱԾ-ն դաժե ռեյդերսկի զախվատների մասնակից է, այդ էլ ամենտեղ բանը ֆունկցիոներ է։ Մի խոսքով ԱԱԾ-ն երբ որ ուղեկցել էր ներս, հետո մամուլում սկսեցին նյութեր հայտնվել, որ կանչել է անմիջապես այն կարևոր կալիբրի մարդկանց եւ հասկացրել է, որ մեր քաղաքականությունը պիտի ընդունես, այսինքն ոչ թե ինքը եկել է ինչ որ տեղ, ինչպես իրենք են ասում, ճգնաժամային կառավարիչը եկել է ճգնաժամը կառավարելու, այլ եկել է կուսակցել երկրորդ օֆիս Ռոմանոս Պետրոսյանը, Սամվել Կարապետյանի հաշվին պահում են ԿՊ-ի երկրորդ օֆիս հեծի գլխամասում եւ մնացած մասնաճյուղերում։ Ես չեմ հիշում ով է այդ մարդը, իր մասին բացի պուպուլիկից ու ոչինչ չգիտեմ։ Այդ մարդը մինչև 18 թիվ ինչ եղել, ինչ աշխատանքային կենսագրություն դու խաբար ես։ Անպայման խաբար լինենք։ Հա, որովհետև նա դարել է բավականին լուրջ պաշտոնյա եւ նրա կենսագրությունով պետք է հեղեղեին ամբողջ լրատվադաշտը, որ մենք իմանանք այդ ճգնաժամային կառավարիչը ինչ ինչ աշխատանքային ճանապարհ է անցել, ինչ հմտություններ է ձեռք բերել, ինչ գիտելիքներ եւ ինչքանով է նա ունակ, չէ ինքը պարզապես ճգնաժամային կառավարում ապահովել։ Սիրելիս, իրենք չեն հարցնում ով է ունակ, որ գնա այս ինչ բանն անի, ասում են դու քայլել ես, վсё, ուրեմն այսօր քո երթն է այս ինչ պաշտոնը զբաղեցնելու։ Դու հավատարիմ ես մնացել, ինչ ասվել է արել ես, ուրեմն վсё գնում ես դու այս մարդկանց համար դա ոչ թե պարտականություն է կամ լիազորությունների շրջանակում ինչ որ բան առողջացնելու խնդիր, այլ խնդիր է դրվում գնալ եւ ուտել, քանդել, հասկանում եք։ Դուք հասկանում եք, չէ՞ որ սրա ասենք խնդիր չի դրվում ինչ որ բան հետևանքը որն է լինելու, ոչ թե Սամվել Կարապետյանը հեծից կզրկվի, Սամվել Կարապետյանը ինչ որ միլիարդներ կկորցնի, երգը դրա մասին չի։ Երգը նրա մասին է, որ նման պերսոնաժների կառավարման կամ համակարգ ներխուժման հետևանքով դուք կարող եք չունենալ լույս, որովհետև համակարգը կփլուզվի, իսկ դա միակ համակարգն է, որ ապահովում է ձեր էլեկտրամատակարարումը բնակարանը, իսկ մենք ալտերնատիվ էլեկտրամատակարարող չունենք, որ